Երեխան, ում խորթմայրը դաժանաբար ծեծել էր, այսօր մահացել է։ Լուրը հայտնել են Արաբկիր բժշկական կենտրոնից։ Փոքրիկը մարտի 16-ին էր տեղափոխվել հիվանդանոց կլինիկական մահ ախտորոշմամբ։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում։ Բժշկական կենտրոնից պարզաբանել էին, որ ուներ բազմաթիվ կոտրվածքներ։ 1 տարեկան երեխային 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ բռնության են ենթարկել, ավելի ուշ պարզաբանել էր քննչական կոմիտեն։ Մարտի 15-ին ըստ գերատեսչության հայտարարության խորթմայրը դաժանաբար փորձել է սպանել տղային, հասցնելով կլինիկական մահվան։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով կալանքը։ Եմենի Անսար Ալլահ հուսիական շարժումը պաշտոնապես հայտարարել է Իրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Նրանց ներկայացուցիչների խոսքով որոշումն արդեն ընդունվել է եւ գործողությունները լիովին համաձայնեցվել են Իրանի հետ։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա հրթիռային գործարանին։ Զուգահեռաբար Վաշինգտոնը որոշակի տնտեսական քայլեր է ձեռնարկել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները ծովում գտնվող տանկերների վրա պահվող իրանական նավթի նկատմամբ, սակայն Թեհրանը սա համարում է ձևական քայլ։ Իրանի պնդմամբ սա չի փոխում ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը եւ չի նվազեցնում իրական ճնշումը։ Այս ֆոնին Ռուսաստանը վերահաստատում է իր հավատարմությունը Թեհրանին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը Նովրուզի արդիվ շնորհավորել է Իրանի առաջնորդներին։ Նա շեշտել է, որ Մոսկվան մնում է Իրանի հուսալի գործընկերն ու հավատարիմ ընկերը։ Իսրայելում իրավիճակը ամեն վայրկյան ավելի է սրվում։ Հրթիռակոծվել են Թել Ավիվ եւ Ռիշոն Լեցիոն քաղաքները։ Մասնավորապես վնասվել են հիվանդանոցներ եւ մանկապարտեզներ։ Իսկ հարավային Լիբանանում հայտնել են իսրայելցի զինվորների հետ կապի կորստի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ռմբակոծությունների ֆոնին հայտարարել է, որ իսլամական երկրների հետ տարաձայնությունների մասին իրենց երկրում խոսք չկա։ Մեջբերում մեր միջև եղած տարաձայնություններից օգտվողները մեր թշնամիներն են։ Մեջբերման ավարտը։ Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքի բնակիչներին։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ քաղաքը կարող է թիրախ դառնալ իրանական կղզիների դեմ գործողություններին էմիրությունների մասնակցության պատճառով։ Հայտարարությունում նշվում է նաև, որ տեղական իշխանությունները բազմիցս զգուշացրել են ցանկացած հարձակման դեպքում պատասխան գործողություններ ձեռնարկելու մասին։ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը կարծես տեղափոխվել է Իրաքի տարածք։ Իսրայելա-ամերիկյան ագրեսիայի հետևանքով ծխով է լցվել Սալահ ալ-Դին նահանգը։ Այս հարվածը ենթադրաբար ուղղված է եղել Իրանի հրթիռներին։ Արդյունքում հրդեհվել է նահանգի 52-րդ բրիգադի կացարանը։ Ի պատասխան Իրանը հարվածել է Բաղդադում գտնվող ամերիկյան ռազմաբազային, պայթյունին հաջորդել է խոշոր հրդեհը։ Այս ամենի ֆոնին լեհ զինվորականները տարհանվել են Իրաքից, նրանց մի մասը տեղափոխվել է Հորդանան։ Իրանը այսօր ավելի ինտենսիվ է սկսել հրթիռակոծություն թիրախավորելով բոլոր այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։ Իրանական հրթիռները հասել են սիոնիստական կազմակերպությանը։ Իսրայելի հզոր արդյունաբերությամբ հայտնի Դիմոնա քաղաքում իրանական ափսեներ են պտտվում, միացել են անվտանգության եւ օդային տագնապի ազդանշանները։ Հրթիռային հարվածներ են հասցվում քաղաքի տարբեր հատվածների։ Այս քաղաքը Իսրայելի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով, որ այստեղ է գտնվում երկրի միջուկային ռեակտորը։ Իսկ առավոտյան Քուվեյթի զինված ուժերը հրթիռներ են արձակել դեպի Իրան, պատասխան հարվածները չեն ուշացել։ Քուվեյթը սկսել է ցնցվել ուժգին պայթյուններից, որոնք, ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները, լսվում են անգամ իրաքյան սահմանին։ Անդադար հրետակոծությունների պատճառով Քուվեյթի տարբեր նահանգներում շարունակվում են հրդեհները։ Դրանք տեսանելի են մի քանի կիլոմետրերից։ Գիշերը Թեհրանի կենտրոնում 2 հզոր պայթյուն է որոտացել։ Ալ-Հադաթ հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իսրայելի թիրախում այս անգամ եղել է Իրանի ոստիկանապետ Ռեզա Ռադան։ Իրանը մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան բազաներին հասցրել է առնվազն 800 միլիոն դոլարի վնաս, հաղորդել է BBC հեռուստաընկերությունը հղում անելով ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցին։ Իսկ Financial Times պարբերականի տվյալներով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային ավիաընկերությունների շուկայի կապիտալիզացիան նվազել է շուրջ 53
$3 միլիարդ։ Սա COVID-19 համավարակից ի վեր ամենածանր ճգնաժամն է։ Wizz Air-ի եւ EasyJet-ի բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայում ամենամեծ անկումներն են ապրել։ Չնայած տարատեսակ կորուստներին, մասնավորապես նավթարդյունաբերության ոլորտում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, թե իրենց Հորմուզի նեղուցը պետք չէ։ Ավելին, շեշտել է, թե այն ավելի շատ կարևոր է Եվրոպայի, Կորեայի, Ճապոնիայի եւ Չինաստանի համար։ Նրանք ստիպված կլինեն միջամտել պատերազմին, վստահ հայտարարել է Թրամփը։ Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով, հայտնել են ճապոնական լրատվամիջոցները հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ համաշխարհային նավթի մատակարարման համար նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ասել է Արաղչին, սակայն Ճապոնիան պաշտոնապես դեռ չի հաստատել այս տեղեկությունը։ Սա տեղի է ունեցել Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սանայե Տակաիչիի հետ հանդիպման ֆոնին։ Ամերիկյան մամուլը հայտնել էր, որ Թրամփը մտադիր էր ճնշում գործադրել դաշնակցի նկատմամբ Իրանի դեմ պատերազմում ռազմական աջակցություն ստանալու համար։ Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է բնակելի շենքի։ Խոշոր հրդեհի հետևանքով կա 2 զոհ։ ԱԹՍ-ի հարվածի վերաբերյալ ուկրաինական կողմը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ Հրդեհն արդեն մարվել է։ Ուֆայի օդանավակայանը փակվել է 2 ժամով։ Թուրքիայի Բոդրում քաղաքում միլիոնավոր դոլարների արժողությամբ 5 հսկայական զբոսանավ է այրվել։ Հրդեհը բռնկվել է Մուղլա նավահանգստում գտնվող զբոսանավերից մեկում։ Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվել է մյուս նավերի ուղղությամբ։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանում բացահայտել են համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ։ Պարզվել է, որ Հայաստանի եւ օտարերկրյա քաղաքացիները վարձակալած նկուղային տարածքում ստեղծել էին գրասենյակ եւ հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել կիբերհանցագործություններ։ Հայտնաբերվել են խմբի անդամները, առգրավվել համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա սիմ-քարտեր եւ հանցավոր գործունեության ուղեցույցներ։ Ծանոթությունների հավելվածներում եւ Telegram WhatsApp հարթակներում կեղծ օգտարաշիվներով նրանք ներկայացել են որպես երիտասարդ աղջիկներ, սիրային նամակագրությամբ շահել վստահություն եւ տուժողներին ուղղորդել ֆիշինգային կայքեր, կատարելու վճարումներ։ Հափշտակված գումարները կանխիկացվել են արտերկրում եւ փոխակերպվել կրիպտոարժույթի։ Նախաքննությունը շարունակվում է։